քանի որ նորանշանակ մարզպետ ունենք եւ աչքս վախեցած է այն առումով, որ ես այս խնդիրը 5 տարի չեմ կարողանում լուծեմ, հիշեցրել եմ, որ ուրեմն Ստեփանավան Օձուն ճանապարհի վրա կա նույնպես պատմական կամուրջ եւ ես հանձնարարական եմ տվել, որ դա լուսավորվի, ավելորդ բուսական տարածքներից ազատվի, որպեսզի ճանապարհից տեսանելի լինի։ Պարոն Մկրտչյան, դուք գնացիք, տեսաք կամուրջը, ինչ վիճակում է։ Այո, պարոն վարչապետ, երեք գնացել եմ, տեղում նայել ենք ինչ վիճակա Յաղդանի կամրջի մասին է խոսքը, մենք արդեն համայնքի միջոցներով սկսել ենք տեխնիկաներ գրավել ու այդ տարածքի մաքրման բացահատման աշխատանքներ ենք իրականացնում, բայց քանի որ կրթության նախարարության հուշարձանների ցանկում է համայնքը լուսավորության մասով այստեղ միջամտություն անել չի կարող, նախագծանախահաշվային աշխատանքներ են, որոնք հունվարին պատրաստ կլինեն լուսավորության մասով եւ նախարարության հետ համագործակցելով արագ իրագործենք։ Ես արդից օգտվելով կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել նաև Ալավերդ Լուսանահինի կամրջի ուղղությամբ 12-րդ դարի հուշարձան, որը ջրհեղեղի հետևանքով հիմքի հատվածում վնասվածք է ստացել եւ կամուրջը թե վերականգնելու եւ թե լուսավորելու մասով կխնդրեմ նաև կենտրոնացնենք ուժերը այս ուղղությամբ եւ շնորհակալ։ Կանենք անպայման։ Յաղդանի կամրջով տեղ հասնում ենք, Տիկին Անդրեասյան, երբ կլինի այդ նախագիծ։ Պարոն վարչապետ, ինչպես պարոն մարզպետն էլ նշեց, համագործակցաբար կանենք, Յաղդանը նույնպես գործընթացի մեջ է, ձեր հանձնարարականից հետո, ընդ որում այդտեղ դուք խնդիր եք դրել նաև արահետներով մոտենալու, այսինքն խոսքը միայն կամուրջին չի վերաբերում, այլ նաև հարակից տարածքի բարեկարգմանը, այդ տրամաբանության մեջ նախագծային աշխատանքները արվում են եւ կարծում եմ, որ եկող տարվա մեջ, քանի որ ինքը տենց շատ մեծ ծավալային աշխատանք չի, հնարավոր է դա իրականացնել, ավարտել։